Հայաստանի Հանրապետությունում եւ իհարկե նաեւ Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունը ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում։ Որտեղ մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է, բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն։ Դժվար է միանշանակացնել, ինչպես արգելափակել այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Դժվար է անգամ ասել այն երբևէ կստորագրվի թե ոչ։ Իշխանությունը շարունակաբար խոսում է այդ մասին, պնդում, թե այս վայրկյանին էլ պատրաստ է ստորագրելու այդ չարաղետ եւ մեզ համար անծանոթ փաստաթուղթը, բայց ո՞րն է լինելու դրա գինը եւ արդյոք դա բերելու է իրական խաղաղություն։ Ամբողջ հարցն այն է, Ադրբեջանը կգնա այդ չակերտյալ խաղաղությանը, քանի որ Ադրբեջանի նշաձողը միշտ շատ ավելի բարձր է եղել, քան այս վարչախումբը պատրաստ է առաջարկել։ Գիշատիչ գազանի հոտառությամբ Ադրբեջանը զգացել է զոհի հոտը եւ ձգտելու է վերցնել առավելագույնը։ Ադրբեջանի նպատակն Արցախը չէ, այլ հայկական գործոնը վերացնելը, որպեսզի իրենք կարողանան անարգել առանց որևէ խոչընդոտի միանալ Թուրքիային եւ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա իրականացվի մեծ Թուրանի ծրագիրը։ Եթե մենք ուշադրություն դարձնենք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, բոլոր այն կետերում, երբ կողմերն ամենամոտն են եղել համաձայնության, միշտ Ադրբեջանն է սաբոտաժի ենթարկել բանակցությունները։ Հայաստանն առնվազն 3-4 անգամ պատրաստ է եղել փաստաթուղթ ստորագրելու, այդ բոլոր դեպքերում էլ Ադրբեջանն է հրաժարվել։ Չնայած Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը, պետք է արձանագրել, որ չկա այնպիսի մեկը, որը կարող է անվերադարձ փակել այն, քանի որ Արցախը կոնկրետ որևէ մեկին չի պատկանում։ Ընդ որում ժամանակին նա ընդամենը ձեռքերը լվանում էր եւ ասում, թե Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքի շրջանակում կարող է շարունակել պայքարը եւ իբր այդտեղ Հայաստանը ներգործության որևէ մեխանիզմ չունի։ Իսկ հիմա առհասարակ փորձում է անգամ հիշողությունն արմատախիլ անել։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Երևանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, ուներ դրա մանդատը եւ հանդես էր գալիս որպես գործոն։ Մինչև 2023-ի սեպտեմբեր մասնակիորեն պահպանվում էր տնտեսական եւ համակարգային ներգործության մեխանիզմը, այսինքն ֆինանսական աջակցությունը եւ իրավական, բանկային, տնտեսական համակարգերը, որոնք կապված էին Հայաստանի հետ։ Տնտեսական առումով Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի մեկուսարանում խոշտանգվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի երբեմնի նախաձեռնությունը $50 միլիոն ներդրում անելու Արցախում եւ նրա կոչը մնացած հայերին մասնակցելու այդ ծրագրին, էապես նվազեցնելու էր ֆինանսական կախվածությունը Հայաստանից եւ Արցախը ձեռք էր բերելու սուբյեկտայնության եւ ինքնուրույնության որոշակի աստիճան։ Ադրբեջանը 30 տարի է ասում է, թե սա տարածքային վեճ է իր եւ Հայաստանի միջեւ, մինչդեռ այս դեպքում այն կզրկվեր Արցախի ինքնորոշման իրավունքը որպես տարածքային վեճ ներկայացնելու հնարավորությունից։ Ցավոք, Փաշինյանի վարչախումբն արեց ամեն ինչ վիժեցնելու այս հայանպաստ ծրագրերը։ Նոյեմբերի 9-ից հետո Երևանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէր։ Այդ գործառույթն ու դերակատարումը փոխանցեց Ռուսաստանին, որը դարձավ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ու թե ինչպես իրացրեց իր այդ մանդատը, տեսանք բոլորս։ Թեև ժամանակին ասվում էր, թե այն, որ Արցախում էթնոցիդ, ցեղասպանություն կամ էթնիկ զտում տեղի չի ունենում, դրա երաշխավորը Ռուսաստանն է իր խաղաղապահ զորախմբով, որը գտնվում էր Արցախում, Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ խաղաղապահները անընդունելի անգործություն ցուցաբերեցին։ Փաշինյանն Արցախի էջը վերջնականապես փակելու ակտը չպետք է ստորագրի։ Նրան դա չպիտի թույլ տան նախ եւ առաջ արցախցիները եւ առհասարակ համայն հայ ժողովուրդը, ապա եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ՝ Ռուսաստանը, Իրանը եւ այլն։ Հայաստանի ճանաչել չճանաչելուց չէ, որ Արցախի հարցը կփակվի կամ կմնա բաց։ Անկամ ինքն էր ժամանակին ընդունում, որ կխոսի միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի հարցը կթողնվի հետագային, ապագայում լուծելու։ Այն բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ապրում են բռնագաղթած արցախցիները, որոնք պետք է ունենան պետության հովանավորությունն ու աջակցությունը։ Սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Որքան էլ Երևանից ասեն, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, դա որևէ կերպ չի նսեմացնում եւ չի վերացնում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու բնությամբ տրված իրավունքը։ Ամեն ինչ կորցրեցինք, հող, տուն, ամեն ինչ Արցախը թողեցինք, եկանք ստեղ եւ հույս չունեմ, որ ինչ որ դեպի լավը պիտի գնա, դեպի վատն գնա, այս բան։ Պիտի հեռանա Նիկոլ Փաշյանը, որ երկիրը երկիր լինի։ Իրականում շատ հուզական թեմա է ինձ համար, որովհետեւ համարում եմ, որ շատ ոնց որ մեծ ոչ բարենպաստ պայմաններով է դա ընդունվելու ու տագնապային ֆոնի ինչ որ ակտիվացում այն մոտ տեղի ունենում, երբ որ պատկերացնում եմ, որ հնարավոր է մեզ համար ոչ բարենպաստ պայմաններով լինի այդ պայմանագիրը։
Ոնց որ իրականում չեմ հավատում, որ դա վերջնական խաղաղություն կլինի մեզ համար։ Շատ անհանգստացնող է դա ինձ։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ որ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը արևմտյան Ադրբեջան է, երբ որ Ադրբեջանի զորքերը, չասեմ զորքեր, ահաբեկչական այդ կառույցը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, Արցախում ցեղասպանություն է իրականացրել ու դեռ մատ է թափ տալիս մեզ վրա։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ես չգիտեմ ինչի չեն ծանոթացնում։ Պարտավոր են ծանոթացնել գոնե։ Ինչո՞ր խոսում են այդ խաղաղության խաչմերու բան, բոլորը ստից բաներ են։ Նույնը վերաբերում է բանը սահմանադրության, նույնը վերաբերում է մնացած հարցերին։ Как вы думаете, Սահմիա Արցախը տվես դուք մտածում եք որ կնոջ լավ բան կարող անա, как бы наша земля опять уже не раздолбах, и отсюда уже придется бежать, а куда бежать? Бежать уже некуда. 93 թվականից մինչև հիմա պայքարի մեջ ենք, կոնկրետ այդ վիճակով էլ չեմ հավատում ոչ մի բան, ոչ մի լավ բան չեմ սպասում։ Պարսկաստանը թույլ չի տալիս առանց նայելու թե ինչ բեռա գնում իրենց տարածքով անցնի։ Դրա համար ուզում են հայերի միջոցով, հայերի, ես նույնիսկ միջոցով չեմ ասի, հայերի վրով սենց քայլելով գնալու գալու են, դա է, դա իհարկե բան չի, դա սուվերենություն չի։ Հակված է մտածելու, որ նոր կապիտուլյացիա, որովհետև ընդհանրապես վստահություն չունեմ իշխանությունների հանդեպ եւ թե ինչ որոշումներ են կայացվում իրենց կողմից ու չգիտենք թե ինչ սպասենք, ինչա լինելու պայմանագրի մեջ։ Բայց բնականաբար ավելի վատն ենք սպասում, քանի որ լավ բան, որ կլինի Հայաստանի օգտին։ Սիսիանի համար հիմա մեր իր լավ ընկեր Ալիևը չի պայքարում է։ Իսկ սրանք էլ խեղճ ու կրակ են։ Ես չեմ վախում, որ խոսում եմ, վախենալու բան չունեմ։ Արդեն ինչքան ապրել եմ հերիք է։ Էլի մի 20-30 տարի կապրեմ, բայց ոչ իր ղեկավարությամբ։ Հիմա ընտրություն եղավ առաջին 2 ձեռով չեմ գրելու։ Արցախի ինքնորոշման իրավունքը երբևէ որևէ մեկը չի կարող ժխտել, հերքել, ուրանալ։ Այն բնությամբ տրված է եւ մշտապես լինելու է։ Եթե մենք նայենք մեր պատմությանը, Արցախցին իր հողում ապրել է շատ ավելի երկար, քան Հայաստանի որևէ բնակավայրի որևէ բնակիչ իր հողում։ Դա մեզ պետք է հուշի, որ օրերից մի օր Ադրբեջանը, միգուցե տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ անց, դարձյալ ստիպված է լինելու առերեսվելու ճշմարտությանը, Հայաստանի հետ բանակցելու արցախցիների նախ վերադարձի իրավունքի, ապա եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Դա արդեն կնշանակի նախ անուղղակիորեն, ապա եւ ուղղակիորեն ճանաչել Արցախի սուբյեկտայնությունը։ Որոշի հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։